Ժողովուրդ ջան, մենք պետք է ամեն գնով, գիշեր ցերեկ աշխատելով, օրնի բուն, հնարավորինն ու անհնարինը անելով, ազատվենք այս թույլ իշխանություններից։ Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, հայ մարդուն, հայ զինվորին պետք չէ թույլ ղեկավար։ Մենք հրաժարվում ենք այդ թույլ իշխանություններից և ունենալու ենք հունիսի 8-ից ուժեղ Հայաստան, ուժեղ ղեկավար, որտեղ յուրաքանչյուր հայ կապրի արժանապատիվ, որտեղ յուրաքանչյուր զինվոր կլինի պաշտպանված, որտեղ ոստիկանները ստիպված չեն լինի գիշեր ու զօր պաշտպանել կառավարության շենքը, չգիտեմ ինչից, չգիտեմ ումից, հայ ժողովրդից։ Ոստիկանները պետք է կատարեն իրենց աշխատանքը։ Հայաստանում աճում են հանցագործությունները, Հայաստանում ահռելի տեմպերով աճում է թմրամոլությունը։ 13-14 տարեկան երեխաները արդեն գրանցված են հիվանդանոցներում որպես թմրամիջոց օգտագործողներ։ Այս տղերքի գործը էդ է, երկրում պահպանել օրինականություն, ոչ թե պաշտպանել շենքը կառավարության հայ ժողովրդից։ Հունիսի 8-ից հետո Հայաստանում յուրաքանչյուր մարդ զբաղվելու է իր գործով, յուրաքանչյուր մարդ ստեղծելու է, արարելու է, իր նպաստն է բերելու, որ մենք ունենանք ուժեղ Հայաստան։ Յուրաքանչյուր ուժեղ, ձիգ, պինդ, գիտակ մարդ, մասնագետ աշխատելու է իր գործում, որպեսզի մենք ունենանք այն Հայաստանը, որի մասին երազել ենք, որպեսզի մենք ծնկաչոք չլինենք, որպեսզի մենք չմուրանք խաղաղություն, որպեսզի մենք ապրենք արժանապատիվ։ Սամվել Կարապետյանին 7 ամիս շարունակ ապօրինի կալանքի մեջ պահելով Նիկոլ Փաշինյանը փաստում է մի բանի մասին։ Նա վախում է ուժեղ մարդկանցից։ Նա ունի ներքին վախ, ու այդ վախերը նրա վստահաբար կհաղթահարվեն։ Կհաղթահարվեն այդ վախերը ու նա ստիպված կլինի հունիսի 8-ից հետո համակերպվել այն իրողության հետ, որ Հայաստանը այլևս լինելու է ուժեղ։ Ու մենք դատապարտված ենք լինելու մեր ժողովրդով լինել արժանապատիվ, որ մեզ հետ նստեն հաշվի, ոչ թե մեզ խղճան, ոչ թե Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գլուխդ կախ, վազես, սպասես, թե ով է քեզ ինչ ասում, որ գաս այստեղ առյուծ կտրես ու փորձես ոստիկանության կամ իրավապահ մարմինների միջնորդությամբ մարդկանց նեղացնելով, մարդկանց չգիտեմ, դատապարտելով, բերման ենթարկելով, հասնես քո նպատակին, այլ հայ ազգը, հայ մարդը ապրի արժանապատիվ։ Մենք բերելու ենք այդ Հայաստանը, ուժեղ Հայաստան վստահաբար լինելու է։ Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն, 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 ազատություն։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը վերջ է դնելու այն բոլոր խնդիրներին, որոնց մասին այսօր այստեղ խոսեցինք և քաղաքի տարբեր մասերում խոսվում է, որովհետև կա պարզ ճշմարտություն, որ Սամվել Կարապետյանը ինչ ասում, անում է, ինչ խոստանում, դառնում է իրականություն։ Հետևաբար, հենց այս վախից թույլ Նիկոլ Փաշինյանը վախենում է, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի ազատության մեջ, բայց նա չի կարողանալու փոխել ամբողջ ժողովրդի կամքը, ցանկությունը, ովքեր որ իրապես տեսնում են, որ այս ամբողջ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ինչ ասել, ինչ խոստացել է, իրականություն չի դարձել։ Նրանք մեզ խոստանում էին դեօկուպացված Արցախ, նրանք մեզ խոստանում էին ժողովրդավարական երկիր, նրանք մեզ խոստանում էին բարեկեցիկ կյանք։ Այս ամենը, որ դուրս կա նրանք իրենց շենքից, կտեսնեն, որ իրականություն չի,
որ պարզ քաղաքացու կյանքը շատ ավելի բարդ է այսօր, որ պարզ քաղաքացին ընդհանրապես ցանկանում է ապրել արժանապատիվ Հայաստանում եւ ոչ թե խոնարհված Թուրքի առաջ կամ Թուրքիայի նախագահի գիրքը գրկած ղեկավար ունենա։ Սա մեզ համար մեր արժանապատվության հարցն է եւ Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը Հայաստանը դարձնելու է ուժեղ, մեջքներս ուղղելու ենք եւ լինելու ենք ավելի ուժեղ մեր տարածաշրջանում։ Ազատություն Սամվել Կարապետյանին! Ազատություն! Ազատություն!